Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է Շեմշյան.com-ը, հավելելով, որ նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին Ծաղկաձոր քաղաքի Հարությունյան փողոցում բագի կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալի Կառաքելյանը։ Կողաշրջման հետևանքով Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ, 15-ամյա Դիանա Ան, 15-ամյա Ալեքսանդրա Ան և 15-ամյա Ալեքսանդրա Գ, որտեղ Ալեքսանդրա Ան և Ալեքսանդրա Գ-ն գիտակցության չգալով մահացել են։ Կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա. Առաքելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Մայիսի 24-ը վերածվեց ազգային ողբի։ Ծաղկաձորի արևոտ ու կանաչ միջավայր, ուր երեխաները գնացել էին դասընկերների, դասղեկի ու ծնողների ուղեկցությամբ հանգստանալու, դարձավ երկու անմեղ հոգու վերջին կանգառը։ Երկու Ալեքսանդրա, մեկ ցավ կրկնապատկված լռություն։ Նրանց անունները նույնն էին, բայց կյանքերը եզակի, պայծառ ու անկրկնելի։ Այսօր երկուսն էլ մեր հետ չեն։ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի 15-ամյա աշակերտուհիներն այդ օրը նստել էին կվադրոցիկլ, հույսով, որ այն կմնա հուշ, նկարներով, ծիծաղով ու զրույցներով, բայց դա դարձավ վերջին ճանապարհորդությունը։ Քննչական կոմիտեն արդեն հաստատել է, որ կվադրոցիկլը վարել է 19-ամյա Ալի Կառաքելյանը Կոտայքի մարզից։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, նշենք, որ ծնողների հրապարակումներից պարզ է դառնում, որ արագություն, անկառավարելիություն և անփորձությունն է դարձել այս վթարի պատճառը։ Ինչպես եղավ, որ այդ պատանին ունեցավ նման պատասխանատվություն առանց անհրաժեշտ հսկողության, ով թույլ տվեց, որ երեխաները նստեն մեխանիկական քմահաճույքի վրա, առանց ապահովության միջոցների, առանց օրենքին համապատասխան պահանջների։ Ալեքսանդրա Ան այն աղջիկը, որի մայրն այսօր բառեր է գրում, որոնք սրտից են հոսում. Իմ արիստոկրատ, իմ դաստիարակված բալա, իմ կոկոն ծաղիկ։ Ալեքսանդրա Գ-ն մի աղջիկ, ով իր սրտում կրում էր մեծ ժպիտ, ուժեղ երազանքներում դպրոցում բնութագրում էին որպես բարի ու սիրող։ Նրանք երկուսն էլ ունեին ապագա, ու հիմա մենք ունենք դատարկ նստարաններ, լուսանկարներ առանց ժպիտի ու մայրեր գիշերվա խավարում լալիս։ Ով կպատասխանի, ով կդատվի ու կարող է արդյոք արդարությունը որևէ կերպ մեղմել մոր սիրտը։ Քննչական կոմիտեն հաստատել է, գործը հարուցվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Բայց արդյոք դա բավական է, երբ խոսքը գնում է կյանքի, իրավունքի խախտման, անպաշտպան մանկության, օրենսդրության բացերի ու վերահսկողության բացակայության մասին։ Մենք լռել չենք կարող։ Սա մեկ ընտանիքի կորուստը չէ, սա հարված է ողջ հասարակությանը, որովհետև այսօր դա եղավ Ալեքսանդրայի հետ, վաղը կարող է լինել ուրիշի երեխայի, մյուս օրը մեր։ Եվ մինչ մենք վերլուծում ենք, արդարադատությունը պարտավոր է գործել, արագ, խստորեն, հստակ ուղերձով, այս երկրի երեխաները չպետք է մահանան անփութության հետևանքով։ Ալեքսանդրա Ան և Ալեքսանդրա Գ-ն, ձեր անուններն այլևս միայն անուններ չեն։ Դրանք դարձան խղճի քննություն, օրենքի վերանայման պատճառ, ազգային ցավի խորհրդանիշ։ Թող լուսե հողը ձեզ բարի լինի, իսկ մենք ապրենք այնպես, որ ձեր գնալը իզուր չլինի։ Անավարտ երազներ, երբ մեկ արկած փոխարինվում է հավերժ կարոտով։ Երկու Ալեքսանդրա, երբ այս անունը կրկնվում է, թվում է երկինքն անգամ չի դիմանում։ Երբ երկու մայր միաժամանակ ճանկռում են պատերը, երբ երկու ընտանիք դատարկ սենյակ է վերադառնում, ով է պատասխան տալու։
Այսինչ երկիր են կառուցել, որտեղ երեխաները մահանում են անպատասխանատու արկածախնդրության հետևանքով, իսկ վերահսկող մարմինները լուռ են։ Ուր էին այն մարդիկ, որ պետք է թույլ չտային այդ երեխաները նստեն արագընթաց ու վտանգավոր կվադրոցիկլի վրա։ Ով է տրամադրել նրան վարելու հնարավորություն։ Ում հաշվին էր գործում այդ ծառայությունը։ Հիմա շատերը փորձում են մոռացության մատնել վերնագրերը փոխվում են, լուրերը տարբեր են, բայց ցավը չի լռում։ Եվ սա միայն ծնողների ցավը չէ, սա մենք բոլորով ենք պարտվել։ Մենք պարտվել ենք, երբ լռել ենք, երբ անտարբեր ենք անցել, երբ օրինազանցությունը դարձել է հանդուրժելի։ Երեք մայրերից մեկը գրել էր. «Իմ տունը հիմնահատակ քանդեցիր»։ Բառեր, որոնք ոչ միայն ողբ են, այլ նաև դատավճիռ։ Դատավճիռ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ աչք են փակել նման վթարների վրա։ Երկու Ալեքսանդրա մահացան մի օրում, բայց որքան Ալեքսանդրա պետք է գնա, որ մենք լրջանանք, որ վերահսկողությունը դառնա պարտադիր, որ արկածը չդառնա մահվան հրավեր, որ անչափահասների անվտանգությունը դառնա մեր պետության առաջնահերթություն, ոչ թե բիզնես։ Մեկ կյանք, 1000 հիշողություն, մեկ վայրկյան հավերժ կորուստ, եւ այդ վայրկյանը եկավ մայիսի 24-ին, օր, որին արդեն անուն են տալիս՝ Սև ուրբաթ, հայ դպրոցի մանկության մայրական երազների պատմության մեջ։ Թող դատը չմոռացվի, թող իրավունքն այս անգամ չընկնի փաստաթղթերի խոպաններում, թող մաքրվի ամեն արցունքից, ամեն կարոտից, ամեն լռությունից մի պատգամ։ Երեխաները չպետք է մահանան։